տարի մայիսին նախագիծը մերժվել է հանձնաժողովում։ Եթե մենք հիմա նույնպես չընդունենք օրենքը, եւս ամեն տարի 30%-ով զորակոչենք կորցնելու։ Եվ խոսում ենք մենք արդարությունից եւ հաճախ քաղաքացիները կամ այլ անձինք որակում են նախագիծ, ասում են սա հարուստների օրենքի նախագիծ է, ես ասում եմ սա հարուստների դեմ օրենքի նախագիծ է, որովհետեւ այսօր հարուստները, որոնք բանակի տարեկան զորակոչի 30%-ն են կազմում, հրաժարվում են քաղաքացիությունից բանակում չծառայելով եւ բանակում չեն ծառայում։ Եվ հետագայում չեն կանչվում 25 օրյա վարժական հավաքների եւ նաեւ այլ կարիքների համար չեն կարող ներգրավվել։ Բացի դրանից նրանց քաղաքացիները նույնպես ծնվում են ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այսինքն մենք անվերադարձ 30% ռեսուրս ենք կորցնում նախագծի տապալմամբ։ Եվ սա նաեւ հիմնավորում էր Պաշտպանության նախարարը իր ելույթում 2025 թվականի մայիսի 22-ին, որը տեղադրել եմ իմ սոցիալական հարթակներում։ Նույն կառավարության նիստում եւ Պաշտպանության նախարարը պաշտպանում էր իմ օրենքը, ծառայության ժամկետը 24 ամիս էր։ Դրանից 7 ամիս հետո ենք կրճատում ծառայության ժամկետը 25%-ով։ Նույնն է կրճատում ենք ժամկետային զինծառայողների թիվը 25%-ով։ Դա տեսանելի է դառնալու 1 տարի անց 2027 թվականի ամռանը, երբ արդեն տարուկես ծառայողները կզորացրվեն։ Եւ ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, վերջին 14 տարում 3 անգամ նվազել է ժամկետային զինծառայողների թիվը, այս նվազելուց հետո մի հատ 25%-ով պակասելու է ժամկետի կրճատման արդյունքում եւ եւս 30%-ով շարունակելու է պակասել, քանի որ քաղաքացիությունից հրաժարվելու դեմ մեխանիզմներ չենք կիրառում։ Ես չեմ խոսում հավելյալ արդյունքների մասին, որը մեզ կտա այս օրենքի ընդունումը։ Դրա մասին շատ ենք խոսել, մեկը կապված միջև 27 տարին հետախուզման մեջ գտնվող մեր քաղաքացիներին կարճաժամկետ ծառայության հնարավորություն տալը, որը նախորդ անգամ կառավարությունը որակում էր անհրաժեշտ եւ նաեւ առաջարկել էր գումարները բարձրացնել, այժմ գտնվում է ժամանակավրեպ պայմանավորված ծառայության ժամկետի կրճատմամբ, բայց մեր եւս մեկ անգամ կրկնում եմ, որ ծառայության ժամկետի կրճատումը առաջնային նպատակ չէր։ Ծառայության ժամկետը մենք կարող ենք կրճատել, եթե ունենայինք ժամկետային զինծառայողների թվի աճ։ Հիմա ճիշտ է, Պաշտպանության նախարարությունից ասում են, մենք պաշտպան հայրենիացով ավել պայմանագրային զինծառայողներ ունենք, դրա հաշվին կրճատում ենք ժամկետային զինծառայողների թիվը։ Բայց պետք է արձանագրել, որ պաշտպան հայրենիացը դա վճարովի բանակ է։ Դա ժամկետային զինծառայող չի։ Այսինքն մենք ժամկետային զինծառայողների թիվը չենք ավելացրել, մենք ավելացրել ենք պայմանագրային զինծառայողների թիվը։ Այսինքն լրացուցիչ ծախս անում Պաշտպանության նախարարությունը միլիարդների, որպեսզի այս բացը, որը մենք ունենք ժամկետայինների մասով, լրացվի պայմանագրայիններով։ Մեր ժամկետային զինծառայողները այսինքն բանակի 35%-ն են կազմում ընդամենը։ Դա դեռևս 2024-23 թվականի տվյալներով։ Ու գնալով ժամկետային զինծառայողների թիվը նվազել է, ու այս փոփոխությունների արդյունքում ավելի է խորանալու։ Խոսում ենք նաև սոցիալական անարդարությունից։ Երևանում երկրորդ զինվորական կոմիսարիատում, տարին չնշեմ, վերջի տարիների ընթացքում ունեցել ենք զորակոչ, երբ բանակա զորակոչվել, զորակոչի ենթականների ընդամենը 10%-ը։ Մինչդեռ մարզերում ծառայության է զորակոչվում, զորակոչի ենթականների 50%-ը։ Այսինքն ամեն 1000-ից Երևանում ծառայության է գնում 100-ը, մարզերում ամեն 1000-ից ծառայության է գնում 500-ը։ Այսինքն պաշտպանության բեռը ամբողջությամբ դրված է մարզերի վրա։ Նույնը թե սոցիալական խնդիրները այսօր խորացած են։ Երևանում ունենք դասարաններ, որտեղ դասարանի տղաների 90%-ը ոչ Հայաստանի քաղաքացիներ են։ Ունենք անգամ ազգային ժողովի պատգամավորում դասարանում միակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր տղան է։ 15 թե 16 տղական միայն իր տղան է Հայաստանի քաղաքացի, մնացածը բոլորը այլ քաղաքացիներ են։ Ստացվում է անարդար վիճակ։ Այս տղան պետք է գնա ծառայության, երբ որ կվերջացնեն իրենց դպրոցը կավարտեն, իսկ իր համադասարանցիները ուղղակի չեն գնալու ծառայության։ Դրանից հետո մի քանի տարի հետո տղային էլի կանչելու են 25 օրյա հավաքի, իսկ իր դասարանցիները էլի չեն գնալու ծառայության։ Ամփոփելով, խնդրում եմ ձեզ, սիրելի պատգամավորներ, հավատարիմ մնալ ձեր երդմանը, քվեարկել հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, դուք լսեցիք ամբողջությամբ, դուք կառավարության տեսակետը պետք է ներկայացնեք, այստեղ հնչեցին թվեր, նաև նախորդ անգամ էլ էլի թվերի շուրջ կային
տարակարծություններ, ես ինքս, երբ որ պարոն Սարգսյանը ֆրակցիայում ներկայացնում էր, այնտեղ 9-10 թվականների թվերի հետ ունեի խորան համաձայնություն, որը այդպես էլ հիմք էր հանդիսանում բոլոր եզրահանգումների վրա արդարության հասնելու։ Պարոն Սարգսյան, ես առաջին հարցը տամ, որից հետո հերթագրվեք հարցերի համար։ Ես հասկացա, որ դուք ձեր նախկին նախաձեռնությունը նույնությամբ բերել եք, նույն տրամաբանությամբ, եւ խնդրում եմ ինձ ասեք, երկրորդ անգամ բերելուց, երբ որ դուք նաեւ հնչեցրեցիք, որ ազգային ժողովում վիժեցրեց ձեր նախաձեռնությունը, ես հիշում եմ, որ դուք էլ դեմ քվեարկեցիք ձեր նախաձեռնությանը։ Ճիշտ եմ հիշում։ Շատ լավ։ Հիմա կառավարությունը դրական եզրակացությունն է տալիս, նախկոնում դուք ունեցել եք որոշակի դրույթների հետ կապված դրական տեսակետներ, նաև դուք Facebook-ում տարածել եք, որ Պաշտպանության նախարարը այդպես էլ չհասկացա, հիմա է դրական արտահայտվել, թե նախկինում։ Հիմա կառավարությունում դուք ստացել եք դրական եզրակացություն, թե ոչ։ Հարցս մենակ դա է։ Պարոն Քոչարյան, սա կառավարության որոշումն է 2025 թվականի, որով կառավարությունը նախագծում։ Ես հիմա եմ ասում, ես դա գիտեմ։ Հա, Հիմա դրական եք ստացել։ Հիմա իմ պատասխանին մի խառնվի։ Ես հիմա հարցը կոնկրետ եմ տվել, հիմա դուք ունեք դրական։ Պատասխանում եմ։ Սա կառավարության դրական եզրակացությունն է, կառավարության որոշումը, որը եկել է ազգային ժողով 25 թվականի մայիսի 22-ին, եւ սա իմ հիմնավորումներն են օրենքի նախագծի, որի մեջ դրված է դրական եզրակացությունը կառավարության, եւ սա նոր ապրիլի 2-ի կառավարության նոր որոշումն է, որը որոշ կետեր, ինչպես նշեցի, կառավարությունը համարում է ժամանակավրայի պայմանավորված ծառայության ժամկետի կրճատմամբ, բայց ինչպես հիմնավորումներով իմ նշեցի, դա որևէ կապ չունի եւ ծառայության ժամկետը պետք է կրճատեինք միմիայն դրական արդյունք ստանալու արդյունքում։ Շատ լավ, ես ընդհանրապես հարցնում եմ դրական թե բացական, դուք այդ պատասխանը չտվեցիք, բայց դա կարևոր չի, կառավարության ներկայացուցիչը կարծում եմ մանրամասն կներկայացնի, ես ասեմ